Իրանի դեսպանատանը Սքոմատյան է բացվել Իսրայելի հարվածների զոհերի հիշատակին։ Դեսպան Սոփանին ներկայացրել է նաև նրանց անուններով ստենդ։ Իրանական կողմը հայտնում է, որ մարտերում զոհվել է շուրջ 950 իրանցի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության անունից Իրանի ժողովրդին ցավակցել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Դեսպանություն են այցելել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը, Բելարուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է գազի սակագինը, սպառողների համար գինը կմնա անփոփոխ։ Հանձնաժողովի որոշմամբ Գազպրոմ Արմենիայի կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման արժեքը բնական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար դառնում է 23533 դրամ, գործող 24042-ի փոխարեն, գազի բաշխմանը 14989 դրամ, գործող 19664-ի փոխարեն։ Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին Գազպրոմ Արմենիան համաձայն է, չնայած որ դրա արդյունքում ընկերությունը եկամտի որոշակի կորուստ է ունենալու։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հանձնաժողովի պաշտոնյան է ասել. Խորհրդարանը քննարկել է Երևանի հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանքներ սահմանելու օրինագիծը։ Առանց վճարի հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու համար սահմանվում է 10000 դրամ տուգանք, 15000 վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի նշված ծառայություններից օգտվելու եւ 3000 դրամ վճարման կրիչ ունենալու եւ տրանսպորտային միջոցում այն չվավերացնելու համար։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը դադարեցնում է ճամփորդելու համար շենգենյան վիզայի հարցազրույցները։ Այդ նպատակով դիմումները կընդունեն նոր ծառայության միջոցով։ Կազմակերպությունը պատասխանատու կլինի դիմումների եւ կից փաստաթղթերի ընդունման համար, որը կփոխանցի դեսպանություն, իսկ վիզա տրամադրելու որոշումը, ինչպես նախկինում, կկայացնի բացառապես դեսպանատունը։ Շենգենյան վիզայի սպասելացանկում արդեն հերթագրվածներին դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորում է որևէ բան չձեռնարկել, կապ իրենք կհաստատեն։ Նաեւ հիշեցնում, փոփոխությունները չեն վերաբերում երկարատև կացության, օրինակ Գերմանիայում ուսանելու կամ ընտանիքի վերամիավորման համար տրվող ազգային վիզաներին։ Դրանց դիմումները շարունակելու է ընդունել դեսպանությունը։ Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի արտաքին պատերից հեռացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկարով պաստառները։ Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրի կենտրոն ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ են գնացել, ապա մոնտաժման հիմք ներկայացրել ավագանու դեռ 2009 թվականին ընդունած որոշումներից մեկը։ Մոլի ներկայացուցիչները գործողությունները որակել են ապօրինի, պնդել այդ պաստառները գովաստ չեն։ Հիշեցնենք, երեկ էլ նույն գործողություններն իրականացրին Տաշիր առևտրի կենտրոնում, օրեր առաջ էլ Հյուսիսային պողոտայում եւ Ռիոմոլ առևտրի կենտրոնում։ Խորհրդարանի նախագահը գլխավոր դատախազից դեռ միջնորդագիր չի ստացել Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, սակայն գիտի, որ շուտով նման գրություն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրեն ներկայացնելու է։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Արդյոք падգամավորին կկալանավորեն։ Սիմոնյանը դժվարացել է պատասխանել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։